Սկանդալ, Կրասնոդարյավակ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդվարդ Սպերցյանի շուրջ։ Աղմատի ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգան կարմիր քարտ ստացավ ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում մրցակցի բախման համար, սակայն Սպերցյանին մեղադրեց ռասայական վիրավորանքների մեջ։ Match TV փոխանցման արդյունքում Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։ Ի պատասխան նա տեսանյութ հրապարակել, որում ասում է, որ դաստիարակվել է կովկասյան ավանդույթներով եւ չէր կարող իրեն նման բան թույլ տալ։ Ես անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված չափածուցված մեղադրանքը։ Դիտեք տեսախցիկները, կարդացեք իմ շուրջ թերը, հանձնեք պոլիգրաֆի թեստ, խնդիր չկա։ Ես վստահ եմ ինքս իմ եւ իմ խոսքերի վրա եւ գիտեմ, որ դա չեմ ասել։ Արմավիրի մարզում Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկմամբ կազո տեղեկությունը հայտնում է ՆԳՆ-ից վթարի մասին հազանգը ստացվել է հոկտեմբերի 5-ին ժամը 23:53-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՑ մարզային փրկարար վարչության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Toyota եւ Opel Magnishi ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է։ Toyota Magnishi ավտոմեքենայի վարորդը եւ երկու ուղևոր հոսպիտալացվել են, հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, կեսգիշերն անց 6 րոպեին մարվել է, կեսգիշերն 14 րոպեին այրվել է Opel Magnishi ավտոմեքենան, ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դիմացված հաղորդագրություն։ Իրավապանները մեծաթիվ ոստիկանական զորքով Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդիա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։ Մոտ 1 ժամ գաղտնիք հնչական գործողություններ իրականացվեցին, կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչություն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ։ Կասկածներ կան նաեւ, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Իսկ դուք երբևէ տեսել եք, ինչպես են չինացիները քեֆ անում հայկական հարսանիքին, այն էլ այն ժամանակ, երբ հայ հարսիկին ամուսնացնում են իրենց ազգականի հետ։ Հենց այդպիսի հայ-չինական հարսանիքից տեսանյութ է տարածվել համացանցի հայկական տիրույթում ու լայն տարածում գտել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Քոչարյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, նա նշել է. դրանք ցույց տվեցին, որ ինքն ինչ-որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա եւ կա կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 2021 թվականին ես չմասնակցեի ընտրություններին։ Աչքի առաջ ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները։ Հիշեք, թե ինչ արդյունքներ են եղել, ավելի լավ խորհրդարան ունենք, թե ավելի վատ։ Բավարար էր իմ ձայների մասնակցությունը։ Ոչ, բավարար չէ։ Կուզենենք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք, ընդգծել է նա։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի Երևան 2807 տոնական միջոցառումները կամփոփվեն ժամը 21:00-ին հոկտեմբերի 12-ին Հանրապետության հրապարակում Երգիչ Թաթա Սիմոնյանի համերգով նշվում է, որ դրա մասնակիցը կլինի նաև ճանաչված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Երևանի օրվան ընթառաջ էլ Հայաստանում մեկնարկում է բացահայտիր Հայաստանի երկնքից փուչիկների փառատոնը։ Առաջին թռիչքները կկայանան հոկտեմբերի 10-ին Երևանի Էրեբունի ամրոց թանգարանի դիմացի հարթակից։ Օդապարիկները երկին կբարձրանան երկու անգամ, ժամը 7-ին եւ 16:30-ին առավոտյան թռիչքը կլինի կոմերցիոն, իսկ օրվա երկրորդ կեսին երկին կբարձրանան լրագրողներն ու բլոգերները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկայվիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Այսօր հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 13:50-ի սահմաններում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին Volkswagen Magnishi ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել եւ գլխի վայր հայտնվել է ջրատարի մոտ։ Վթարի հետևանքով 5 հոգի վիրավորում է ստացել, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայությունը, ինչպես նաեւ ԵՏԻ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Դատական նիստին լսվեցին տուժողների ցուցմունքներ եւ պարզվեց, որ նրանցից ոչ ոք Ռուբեն Վարդանյանին անձամբ չի ճանաչում։ Նրա անունը լսել են բացառապես լրատվամիջոցներից։ Վարդանյանի գործով ելույթ ունեցավ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա մեկնաբանել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի Փետրվարյան եզրակացությունը, որում ասվում է, որ ադրբեջանական իշխանությունները Ռուբեն Վարդանյանին օրինական են ձերբակալել։ Այնուամենայնիվ Օկամպոն մատնանշում է շահերի լուրջ բախում։ Պարզվել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի նախագահը Equitlaw ֆիրմ իրավաբանական ընկերության գործընկերն է, որը կապված է Ադրբեջանի պետական նավթային Սոկար ընկերության հետ, ինչը վկայում է Բաքվից ուղղակի ֆինանսական կախվածության։ 94 տարեկանում մահացել է Գյումրու Մայր Հայաստան հուշակոթողի հեղինակ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Եղոյանը եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետ եւ կառուցել բնակելի շենքեր ու տասնյակ հասնող հուշակոթողներ։ Գյումրու հայտնի նրա գործերից են Ավետիք Իսահակյանի, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանները, Կումայրի զբոսաշրջիկների հանգրվանը, երկաթուղային կայարանը եւ Գյումրիի ճանաչելի դարձնող այլ կոթողներ, հուշարձաններ։ 1988 թվականին դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Եղոյանը Գյումրի վերականգնելու համար մեծածավալ նախագծական կազմակերպչական աշխատանքների իրականացրել։ Եղոյանի նախագծերով վերակառուցվել է նաև երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Արագածոտնի մարզում ապարանք-քուչակ ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը։ Կա 2 զոհ եւ 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։ Վթարի մասին նահանգը ստացվել է հոկտեմբերի 7-ին ժամը 23:52-ին, պարզվել է, որ ապարանք-քուչակ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Mercedes-Benz Մակնիշի ավտոմեքենան։ Բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք։ Փրկարարները Mercedes-Benz Մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը ցավոք հոսպիտալացվել է եւ արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։ Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի, որոնք անցնում են Փարաքարի համայնքապետ Վալոջա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով տեղափոխել են Նուբարաշենքը ԿՀ։ Այս մասին գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից, գրում է թերթը։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքարի համայնքի ղեկավար Վալոջա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում դիմակավորված ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց գրակահերթ արձակել եւ հեռացել։ Միջադեպի հետևանքով սպանվել է Վալոջա Գրիգորյանը եւ ոստիկան Կարեն Աբրահամյանը։ ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշտանային նստաշրջանի աշխատանքներին։ Նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլում ԵԱՀԿ աշխատանքներին կմասնակցեն խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, նաև ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 25 միլիոն դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ըստ գործի հանգամանքների վնասը պատճառվել է Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարկ ընկերության միջև Կոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հուշարձանների վերանորոգում ծրագրով 2007 եւ 2008 թվականներին կնքված պայմանագրի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։ Փաշինյանը աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել 3 մասնակցելու համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Ըստ Գովեյեմում հրապարակված տեղեկությունների նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նա կհանդիպի Տաջիկստանի առաջնորդ Էմամոլի Ռահոմի հետ, հանդիպումներ են ծրագրված նաև ԱՊՀ երկրների այլ առաջնորդների հետ։
Օտակի Մարզիաբովյան քաղաքում ծծկրտուք է եղել, որի հետևանքով 20 տարեկան երիտասարդ է դանակահարվել։ Երիտասարդը տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկանությանը հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած ծակած վեր կաղթորոշմամբ եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին ժամը 23:10-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ-ի եւ մի խումբ այլ երիտասարդների միջև։ Կռվի մասնակից անձանցից մեկն իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ-ին, որին հիվանդանոց է տեղափոխել հայրը։ Լրատվամիջոցների տեղեկություններով նա Աբովյան քաղաքում հայտնի Բոշի Հայկի տղան է։ Հայկը նախկինում աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասի մեկնարկից առաջ ռեպլիկներ է փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ։ Տեսանյութ հրապարակել է Պուլ Պերովը տելեգրամյան ալիքը։ Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք չի գա, անհանգստանում էիք երեք։ Ախր ես ասացի Նիկոլ Վովաևիչն առանց մեզ ինչ պիտի անի։ Դիմել է Լուկաշենկոն կողք կողքի նստած Ալիևին եւ Փաշինյանին։ Ոնց չեմ գա, ուր չեմ գա, արձագանքել է Հայաստանի վարչապետը։ Հիշեցնենք, Լուկաշենկո-Փաշինյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն սրվել են։ Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանի 28-ամյա որդին։ Գյուրեղյանի որդին զինվորական բժիշկ էր, տարիներ առաջ է բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Նա զոհվել է օգոստոսի սկզբներին, սակայն դեպքից շուրջ 2 ամիս անց է միայն հնարավոր եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից եւ տեղափոխել Հայաստան։ Այսօր հայրենի Վանաձորում տեղի կունենա Գյուրեղյանի որդու եւ հոգեհանգստի եւ ուղարկավորության արարողությունները։ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց վանքում վանդալիզմի դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է պատմամշակութային արգելոց, թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՕԱԿ-ը։ Հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացվել է օրեր առաջ եւ Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։ Պատմամշակութային արգելոց, թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հաղորդում է եւ հորդորում զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։ Նուբարաշենի աղբավայրում այս պահին 27 փրկարար է աշխատում, հայտնում է ՆԳՆ-ից։ Աղբավայրում հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։ Այս մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին ժամը 23:53-ին։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է։